Ժողովուրդ ջան, քարոզարշավի մեծ մասը արդեն անցել է։ Կարող ենք անել որոշակի եզրակացություններ։ Այս քարոզարշավը Հայաստանի պատմության մեջ իշխանությունը վերածեց ամենից կեղտոտ քաղաքական գործընթացի։ Սա կարծում եմ տեսնում են բոլորը։ Սա մարմնավորում է ստախոսության, լկտիության, սպառնալիքների, հայհոյանքների, որոնք վայել չեն նորմալ քաղաքական պրոցեսի, նորմալ երկրի համար։ Եվ այս մշակույթը այս ամենը մտցրեց հենց վարչախումբը եւ հենց Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը պարտավոր էր անել ճիշտ հակառակը։ Մենք սա հետ հաշտենք։ Ատելության մթնոլորտը, այս իշխանությունը քայլող ատելություն է, ոտից գլուխ, եւ ուզում է այդ ատելությամբ թունավորի բոլորին, որովհետեւ ատելության մթնոլորտում ոնց որ ինքերեն լավ է զգում, ոգևորվում է նրանից, որ իրար գզում են մարդիկ, ընտանիքներն են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում։ Սա է իրեն, այսպես աշխուժությունը եւ իստերիկ վիճակը պահող գործոնը։ Սա նորմալ չի, սա հոգեկան խանգարման հատկանիշ է, որը բոլորիս առաջ ուղղակի ակնհայտ է։ Պատրաստ ենք մենք գնալ նման մարդու հետևից։ Բայց այս ամեն ինչի մեջ կա մեկ դրական գործոն։ Վերջապես մենք պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար։ Չի կարելի անել որևէ քայլ, որը թուլացնում է քո երկիրը, որը բաժանում է քո հասարակությունը։ Դրա համար չի կարելի ստել, չի կարելի ֆեյքերով առաջնորդվել, չի կարելի ատելություն սերմանել։ Սա դաս է մեզ բոլորիս համար, սա դաս պետք է լինի մեր ժողովրդի համար։ Հույսով եմ, համոզված եմ, որ մեր ժողովուրդը հասկացավ նաև, թե ինչ կարգի մարդիկ չպետք է լինեն իշխանության գլխին։ Մարդիկ, որոնք քայքայում են պետականությունը, սեփական աթոռը ամեն գնով պահելու համար։ Այս 8 տարին բոլորիս համար խայտարակության տարիներն էին։ Եվ այս էջը մենք պետք է փակենք, պետք է վերականգնենք մեր արժանապատվությունը, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի արժանապատվությունը եւ պետք է անել ամեն ինչ ուժեղացնելու համար, վերականգնելու համար այն կորուստները, որոնք երկիրը եւ ժողովուրդը ունեցան այս տարիների ընթացքում։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ հետագա սերունդները ներեն մեզ։ Այս ամենի համար ինչ կատարվեց այս 8 տարվա ընթացքում։ Պատերազմի համար, պատերազմում պարտվելու համար, եռաբլուրը եռապատկելու համար, երկիրը խայտարակ վիճակ մտցնելու համար, որովհետև վերջապես մանդատը այս մարդիկ ստացել են մեր ժողովրդից։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նորից մեր ժողովուրդը սկսի հպարտանալ իր անցյալով, իր ներկայով եւ մեծ հույս ունենալ իր ապագայի նկատմամբ։ Մենք պետք է նաեւ հպարտանանք, որ վերջապես այս ամեն ինչից հետո ժողովուրդը ընդունեց, որ կա խնդիր, վռնդեց այս իշխանությանը եւ նոր ճանապարհ հարթեց
պայծառ ապագայի համար։ Սա պետք է մենք բերենք։ Այս թիմը, որը կանգնած է այս հարթակի վրա։ Հայաստանում երբեք չպետք է լինի այն համակարգը, որը բերեց 18 թվականի հեղափոխության։ Սա մենք երաշխավորում ենք, որովհետև այն ժամանակ իսկապես ժողովուրդը դուրս եկավ փողոցներ ավելի լավ կյանք ակնկալելու մղումով։ Այդպես է եղել։ Ստացանք ճիշտ հակառակը, որովհետև հայտնեցին այդ փողոցի ղեկավարման, այդ գլխին հայտնեցին մարդիկ խաբեբայներ, քաղաքական խարդախներ, որոնք մոլորեցին եւ տարան այդ շարժումը լրիվ ուրիշ ուղղությամբ։ Սրան վերջը մենք տալու ենք։ Եվ մեր նպատակը պարզապես իշխանափոխություն չի։ Մեր նպատակը որակյալ հայկական պետականություն ստեղծումն է։ Եվ մենք դա անելու ենք։ Պետություն, որը ընդունակ է պաշտպանել իր քաղաքացիներին, որը հարգում է իր դաշնակիցներին, որին հարգում են հարևանները եւ որը հնարավորություն է ստեղծում եւ ապագա է ստեղծում իր երեխաների համար, իր զավակների համար։ Համաձայն եք։ Մենք այս ամբիոնում այն թիմն ենք, որը կարող է դա անել։ Ես վստահ եմ եւ իմ ուժերի մեջ, մեր թիմի փորձառության մեջ եւ վստահ եմ, որ այս ամենը մենք շրջելու ենք եւ պարզերես ենք լինելու ձեր առջև։ Ուրեմն ձեր ձայնը հունիսի 7-ին, համար 17-ին, հունիսի 7-ին, համար 17-ին, հունիսի 7-ին եւ միասին շնորհակալություն, ձեր ցավոտան ժողովուրդ։